Տիեզերքը այդպես նախանշել էր, որ ես պետք է հանդիպեմ արցախցու եւ կյանքս կապեմ իր հետ։ Որտեւ երբ որ թելը կտրում ես, ինչպես կտրվել է, արդյունքը լինում է այն, ինչ մենք հիմա ունենք։ Հաջողության հասնելու ամենամեծ գործոնը համառությունն է։ Կեղծավորություն, կեղծություն, այդ ամեն ինչը ամենակիչ է, եթե անկեղծ Արցախում եմ ես տեսել։ Ինքս ունեմ 13-րդ դարի գործիք, որ Շուշիում է պատրաստվել։ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում մեր հանդիպումը կազմակերպելու առաջարկը ձեռն էր։ Այո, նախ ուզում եմ սկսել այս հատվածից, որովհետև երբ որ քայլում ես այստեղ, մեր նորագույն պատմության, այսպես պայքարի խտացված պատկերն ես տեսնում Արցախյան առաջին պատերազմից մինչև 44-օրյա պատերազմ պատմությունը եւ միշտ նրա համար որ հիշեցնես ինչի համար է քո ինչ ես դու հասել պատմության այս էջերին ու ինչի համար է եղել այս պայքարը եւ ձևավորես, եթե դեռ չունես քո արժեքները, որովհետեւ ամեն ինչ սկսում է գաղափարից ու արժեքներից ու հիմա այս շրջանում երբ որ շատ ուժեր դրա դեմ են ուղղված, ես ինքս այստեղ գալով միշտ վերարժևորում եմ այսօրվանը, անցյալը եւ փորձում եմ տեսնել ուր պետք է գնամ ինքս եւ զբոսայգին իրապես շատ այդ ամենից շատ հաճելի վայր է եւ ուրախ եմ որ քաղաքում կա այսպիսի զբոսայգի, որտեղ դու կարող ես գալ նստել եւ մտորել։ Միքայել, ձեզ հետ մեր զրույցը պլանավորել ենք ծավալել Արցախի շուրջ եւ բացահայտել Արցախի հանդեպ ձեր սիրո աղբյուրը։ Երբ իմացա, որ ձեր կինը Արցախից է, կարծես միանգամից հարցի պատասխան ակնհայտ էր։ Ես ճիշտ հասկացա նրա միջոցով բացահայտեցիք Արցախը։ Իհարկե, նրա միջոցով ամբողջապես եմ բացահայտել Արցախը, բայց Արցախի հանդեպ սերը կամ ընդհանրապես Հայաստան աշխարհի հանդեպ սերը կարծես թե իմ մեջ միշտ է եղել եւ երբեք չեմ տեսել ինչ-որ տարանջատում, ինքս իմ մեջ դա ահավոր խորտ երևույթ է եղել եւ նույնիսկ մինչև Լուսինեին հանդիպելս էլ միշտ ընդդիմացել եմ նման խոսույթներին, նման ինչ-որ դրսևորումներին եւ Լուսինեի միջոցով ամբողջապես այսպես բացվեց Արցախի իմ համար եւ ինքս էլ քանի որ արմատներով Արցախ ուտիքից եմ, էլ ավելի այսպես հոգևոր կապ, ավելի ուժեղ հոգևոր կապ ունեցա։ Տիեզերքը այդպես նախանշել էր, որ ես պետք է հանդիպեմ արցախցու եւ կյանքս կապեմ իր հետ։ Նշեցիք, որ չեք սիրում ազգի միջև տարանջատումներ անել։ Այնուամենայնիվ վեճերի ժամանակ էլ չեք հայաստանցի, ղարաբաղցի այս տարածված խոսույթը Դա ամենանույնիսկ հումորով գործածությունը երբեք չեմ էլ ընդունել, չեմ ընկալել։ Գիտեք, որ այդ տարանջատումը, եթե մշակութային շերտից դուրս է լինում, անընդունելի է։ Եթե մշակութային շերտի մեջ է, ասում տարածաշրջանային առանձնահատկություններն է մատնանշում կամ բան, դա նորմալ է եւ կարծում եմ ընդունելի ու այդտեղ նաեւ հաճելի նման ձևով նաեւ բացահայտում ես այդ շրջանի բնույթը, հա, բայց դա շատ նուրբ շերտ է, որ պետք է երբեք որովհետեւ երբ որ թելը կտրում ես, ինչպես կտրվել է, արդյունքը լինում է այն, ինչ մենք հիմա ունենք ու չգիտեմ, սերունդներով տակից պետք է փորձենք պայքարել եւ դուրս գալ։ Արցախյան կողահաստություն հնարավոր չէ, որ չունենա։ Սրան ինչպես եք վերաբերվում։ Շատ նորմալ եւ որը հատուկ դեպքերում շատ օգտակար է։
կողահաստություն, այսպես մենք միշտ վատ իմաստով ենք, հա, փորձում դրան նայել, բայց երբ որ հայացքը շրջում ես ուրիշ ձև ես ընկալում, դա ինձ թվում է մեր ազգին հիմա դա շատ է պակասում։ Հաջողության հասնելու ամենամեծ գործոնը համառությունն է։ Իսկ տանը խոսում եք մեր բարբառով, Արցախի բարբառով։ Երբեմն հա, շրջապատում մեծ մասը արցախցիներ են, ամենաառաջին գծում։ Անկախ քեզանից դու ես արդեն Խոսում եք։ խոսում։ Իսկ կա մի արտահայտություն մեր բարբառով, որ այս պահին կարող եք ասել։ Հատուկ արտահայտություն դժվար բարդ է մի քիչ հիշելը, բայց գիտեք երբ ես ազատ, երբ որ ընդհանուր խոսակցության մեջ ես ու երբեմն խոսում ես, չես հետո ես հասկանում, որ բարբառով ես խոսում, այնքան բնական է դարձել։ Բարբերի հանդեպ միշտ եմ հետաքրքրություն ունեցել, սեր ունեցել, ոչ միայն Արցախի, այլ նաև շրջանների ու միշտ խնդրում եմ մարդկանց, ով որևիցե մի տարածաշրջանից է, խոսի իր բարբառով, որովհետև գիտեք, ոնց էս անջատ դու արտահայտություններ կամ, չգիտեմ, այսպես կոդային բառեր ես գտնում, որ քեզ տանում այն հիմնարար անցյալիդ, էլի, որտեղից դու սերվել ես ու շատ հետաքրքիր է բարբառները ուսումնասիրելը։ Իսկ Արցախի բարբառում գերակշռողը, ինչքան էլ մարդիկ ուրիշ անուններ են կպցնում եւ այլն, գերակշռողը հին հայկական, այսպես թե առոգանությունը, թե բառապաշարը պետք է ուշադիր լինել, որ շատ մեծ, այսպես գաղտնագրեր կարող ես գտնել բարբառում։ Սրանով է հենց տարբերվում։ Նշեցիք, որ ուսումնասիրել եք բարբառներ, Արցախի բարբառը, ինչով է տարբերվում։ Նաեւ, այո, երբ համեմատական չես ունենում, դժվար է ինչ-որ գնահատական տալը, եւ համեմատական ես ունենում, այո։ Հատկապես նախ ուզում եմ, եթե, չգիտեմ, ես արցախցիներից դուրս հուսով եմ այդպես հանդիսատես ունենք, աուդիտորիա ունենք, իմանալ, որ հենց Արցախում էլ բարբառների շատ բազմազանություն կա, այնպես չի, որ ասում ենք Արցախի բարբառ, դա մի բարբառ է, այնտեղ էլ շատ տարբեր են ու այդ տարբերության մեջ էլ գեղեցկություն կա եւ լիքը բացահայտումներ կարող ենք անել։ Արցախում դե շատ եք եղել բնականաբար։ Ինչն եք ամենաշատը կարոտում։ Կարևորը մարդկանց պարզությունն է եւ ուղեղությունը, հա, ուղղախոսությունը։ Մեզ շատ պետք է դա։ Ընդհանրապես միշտ կեղծավորություն, կեղծություն, այդ ամեն ինչը ամենակիչը, եթե անկեղծ Արցախում եմ ես տեսել։ Շատ եմ ժամանակի ընթացքում գերագնահատել մեզ, մենք, բայց հասարակությունը տվյալ պահի ապրող հասարակությունը, չգիտեմ, ազգությունը միասնական կերպար լինելու շատ հեռու է ու դա այս օրերին ես հասկանում, ճգնաժամային օրերին ես հասկանում։ Երբ պաշարված էր Արցախը, դուք անընդհատ պայքարում էիք։ Դա հատուկ ինչ-որ դրսևորում չի, դա ցանկացած նորմալ ազգասեր մարդու համար, հայրենիք սիրող, հայրենիք գնահատող ու արժեքներ ունեցող մարդու համար դա պետք է նորմալ 6 հատ կարող ես շատ վատ երգ, ինչ-որ չգիտեմ, արժեքներ խաթարող երգ երգես, հետո մի հատ Արցախի մասին, մի երգի մեջ Արցախ բառը օգտագործես, ասեն, այ տեսեք, դա չի բանը, հասկանում եք, դա այն կեղծության գիծն է, որ մի քիչ առաջ ասում էի դրա մասին։ Միքայել, երբ առաջին անգամ լսեցի ձեր անուն ազգանունը Թառահար Միքայել Ոսկանյան, միանգամից պատկերացրի տարիքով մարդ։ Դե երիտասարդություն, թառ, իմ մտածածը տեսակ ավելի հավանական էր, բայց երբ արդեն ծանոթացա ձեր տարբերվող ոճին, միանգամից ոգևորվեցի։ Հեշտ է մեր օրերում տարբերվող լինել։ Սկսեմ նրանից, որ գործունեությունը երբեք այդ միտումը չի ունեցել, որ տարբերվի անպայման, ուղղակի ես իմ աշխատանքով, իմ այսպես ուսումնասիրությամբ, տեսակով, ճաշակով եւ այլն փորձում եմ այդ ինքս ինձ արտահայտել այն գործիքով, որը որ եւ ինչ որտեղ նաեւ ցույց տալ, որ ազգայինով էլ կարող ես լինել ժամանակակից եւ օգնել քո մշակույթը դուրս գա
քո պատերից դուրս։ Շատ այսպես հանգիստ եմ, որ այդ գործունեության արդյունքում շատերին ողջևորել եմ եւ կարողացել եմ իմ երկրի մշակույթը ներկայացնել ամենաբարձր հարթակներում։ Հին հայկական գործիքի նոր շունչ տվեցիք, բավականին մեծ լսարան ձևավորեցիք, ով է ձեր հանդիսատեսը։ Իմ հանդիսատեսը շատ տարբեր մարդիկ են, տարբեր տարիքային գծերից, բայց վերջին շրջանում, չգիտեմ այդ ցավով ասեմ, թե ուրախությամբ ասեմ, բայց մեծամասամբ 80%-ով կարծես արտասահմանցի հանդիսատես է, ով հետաքրքրված է տարբեր մշակույթներով եւ սիրում է արվեստ ու երաժշտություն առհասարակ։ Դրա համար եք համերգներով ավելի շատ տարբեր երկրներում լինում։ Իսկ երբևէ կանգնել եք այսպիսի բախումների առաջ, որ թառը մեռն է։ Նույնիսկ տարբեր երկրներում պետական մակարդակով, այսպես դեսպանների միջոցով եւ այլն նոտաներ են հղել ինչ-որ երկրների կառավարությանը եւ այլն, արտաքին գործերի նախարարության, բայց դա էլի պայքարի շրջափուլում է ու դրան էլ եմ միշտ պատրաստ եղել ու միշտ գիտեի, որ նման դեպքեր լինելու են։ Ամեն դեպքում դա նաև մյուս կողմից քեզ այսպես այլ ավելի առաջ գնալու այսպես ստիմուլ է հանդիսանում։ Իսկ մյուս կողմից էլ ձեզ համար վիրավորական չէ, որ ասենք արտերկրում եք ավելի շատ պահանջված։ Չի ասի վիրավորական, միգուցե այս շրջանում իմ առաքելությունը նաև այդ դրանն է, որ հետաքրքրությունն է։ Մշակույթը շատ կարևոր եւ այս փափուկ ուժն է, չէ, որ ասում են soft power, ու երբ այսպես ձեռքերդ պահին իզորու չէ ինչ-որ հարց լուծելու, այդ փափուկ ուժին ես դիմում, ու ես կարծում եմ այդ փափուկ ուժի մարտիկներից մեկն եմ։ Ինձ նման էլի կան, ցավոք շատ չեն, որովհետև այսպես մեր խոսակցության ընթացքում խոսեցինք, որ սպառողական, ամեն ինչ սպառողական այսպես բան դիրքից է գնում, բայց դրան զուգահեռ պետք է արժեքավոր բաներ էլ ստեղծվեն եւ ստեղծվում են, գուցե դա շատ նկատելի չի, բայց հաստատ իր արդյունքները ժամանակի ընթացքում կտա։ Եվ ինչ եք կարծում, որպես թառահար եք ավելի շատ սիրված, թե որպես երգահան։ Դրա մասին դեռ չեմ մտածել։ Կարծում եմ շատ ասոցիատիվ է իմ թառահարն, որովհետեւ թառի հետ շատ եմ կապվում, իսկ որպես երգահան կոմպոզիտոր ավելի իմ նոր շրջանի երևույթ է։ Ամեն դեպքում շուտով մի քանի նոր ստեղծագործություններով կկիսվեմ, որը կարծում եմ, որ այսպես նոր փուլի այսպես սկիզբ կլինի իմ շատ մեծ ջանք է պահանջվել ձեզանից դրա համար։ Իհարկե, ամենօրյա, ամեն ժամյա, ամեն րոպեի աշխատանք, մտորումներ, հույզեր, անզուգահեռ նաև մեր երկրում իր պարտություններով հանդերձ։ Իմ երաժշտությունը ավելի շատ խորքային մարդկանց համար է, դուք եք ասել։ Այո։ Բայց մի կողմից էլ փորձում եք ամեն ինչ անել, որպեսզի ավելի մեծ լսարան ունենաք։ Ստացվում է։ Ֆոկուսը ավելի շատ պետք է լինել այդ խորքային մարդկանց քանակը մեծացնել, ոչ թե ոչ խորքային մարդկանց վրա այսպես աշխատելու համար։ Ես հենց դա հասկացել եմ ու նվիրվել եմ հենց այդ գործին։ Այսինքն եթե կան X քանակի խորքային մարդ, պետք է փորձել այդ մարդկանց 2x դարձնել։ Արցախում եք բազմաթիվ համերգներ ունեցել։ Արցախցիները ինչպես են ընդունել։ Շատ լավ, որովհետև նախ հենց թառ գործիքը շատ սիրված ու տարածված եղել հենց Արցախում։ Ինքս ունեմ 19-րդ դարի գործիք, որ Շուշիում է պատրաստվել, այսինքն դա էլ է վկայում, որ լավագույն թառահարներ են եղել, լավագույն թառ պատրաստող վարպետներ են եղել Արցախից ու կարծում եմ արցախցին շատ ավելի ծանոթ է այդ գործիքին։ Դրա համար միշտ շատ լավ անցալվել ու երբ որ ժամանակի շնչով ես ներկայացնում, բայց ոչ աղավաղված, դա ուզած չուզած նույնիսկ այդ երաժշտության ոչ սիրահար մարդը նվազագույնը գնահատում է եւ հարգում է։ Մենակով չեմ կարող ոչինչ անել, ես ունեմ շատ լավ թիմ, որը ղեկավարում է Լուսինեն, ով ունի Արցախյան այդ ձեր ասած կողահասությունը, համառությունը եւ առանց դրա ոչ մի տեսանելի արդյունքի չես կարող հասնել։
Տեսակետներ ունենալը եւ դրանց մասին բարձրաձայնելը քաղաքականություն չէ, այլ քաղաքացիական պարտականություն։ Դուք եք ասել։ Դա չի խանգարում ձեր ստեղծագործական աշխատանքին։ Հայաստանում ցավոք սրտի խանգարում է, բայց ոչ թե ստեղծագործական աշխատանքին, այլ գործունեությանը, այսինքն ստեղծագործական եւ մասնագիտական, որովհետեւ անարժեք համակարգ այսօր ղեկավարում ցավոք սրտի մեր երկիրը ու այսպես փոքրոգությունից էլ գալիս է չարությունը, այս միտումնավոր գուցե ոչ տեսանելի, բայց իհարկե ստեղծագործողը կամ արվեստագետը զգում է իր գործունեության վրա այսպես դրված, հա, պատերը։ Ամեն դեպքում դա էլ է նորմալ համարվում, որովհետև այնպես ոչ առաջին ստեղծագործողն եմ, ոչ վերջինն եմ, պատմության մեջ միշտ էլ այդպես բաներ ա եղել, բայց փորձում եմ դա որպես հավելյալ այսպես էներգիա օգտագործել եւ ուղղորդել դեպի ավելի լավ բաները։ Իսկ սոցիալական խնդիրներ հնարավոր է լուծել երաժշտության միջոցով։ Երաժշտության միջոցով ամեն ինչ հնարավոր է։ Երաժշտություն շատ իրականում ստացվում է ձեզ մոտ հաջողվում է ինչ-որ բան փոխել։ Նայեք, իրականում երաժշտությունը շատ նույն արվեստները, որ նշեցի, ինչ արժեք ունեն, արվեստների մեջ էլ երաժշտությունը առանձնանում է նրան, որ ամենահոգևորն է ու երբեք չես կարող ասել ինչի վրա ինքը կանդրադառնա եւ եթե դրան այսպես մատերի արանքով չես նայում եւ ավելի զգույշ ես վերաբերվում, երաժշտությունը կարող է եւ փչացնել հասարակությանը եւ հակառակը ուժեղացնել եւ հզորացնել, այնպես որ դրա համար այդ տարիների ընթացքում ես հասկանում երաժշտության ուժի մասին ու ինքդ էլ փորձում ես արդեն նայած թե ինչ արժե համակարգ ես գրում, փորձում ես արդեն այդ գտնում ես քո երաժշտությունը, քո ստեղծագործական այսպես ոճը ու առաքելությունը ու դա պետքա քո մեջ ցանես ու հնարավորինս շատ փորձես այսպես տարածել։ Ասում ենք մշակույթի միջոցով ազգային համերաշխություն հնարավոր է, բայց նաև խոսում ենք, որ հիմա չկա այդ ազգային համերաշխությունը, նշանակում է մշակույթն էլ կաղում է։ Այո, իհարկե, մշակույթը այսօր շատ այսպես սոսկալի վատ վիճակում է գտնվում։ Գիտեք ինչ, մի հատ համեմատական տանեմ, այս մշակույթն աղբյուրն է, որ ջուրն է, չէ, աղբյուրից, բնական լավ ջուրն է։ Ոչ ոք չի սիրում կեղտոտ ջուր խմի, կամ որ խմում է հիվանդանում է։ Հիմա մեր մոտ է, չգիտեմ, կեղտոտ ջուր ենք դեռ խմում ու անգամ մի փոքրիկ բանն էլ փչացնում է այդ ջրի որակը եւ ազդեցությունը։ Բարդ է այսօր, բայց մշակույթն էլ այնպես ջուրը անընդհատ հոսում է ու մի օր եթե չի մաքրվում կարող է ինքնամաքրվել եւ դրա դեմը չես կարող կանգնել, էլի։ Դրա համար պետքա շարունակել զբաղվել, նա ինչ որ զբաղվում ես։ Արցախը մի օր վերադարձնելու մասին էլ եք խոսել, ինչպես եք դա պատկերացնում։ Կարծում եմ մեր մոտ հայ գեների մեջ միշտ է արտնասնող ինչ-որ մի հատ բեկումնային շրջան լինում է ու կլինի այդ շրջանը եւ պետք է ուղղակի դա սարքել նպատակ, դա սարքել գաղափար, բարձր արժեք ու ամեն ինչ հեշտություն են սիրում, չէ՞, այդպես հարմարասիրությունը, հարմար չէր Արցախ ունենալը, հասարակությունը դրա հետ համակերպվում է, որտեղ գլխացավանք անդադ խնդիր 30 տարի գնալ գալ եւ այլն, բայց դրանով չեն հասկանում, որ մարդները հենց իրենք են մեռնում, որպես, չգիտեմ, ինքնության խնդիր է լինում եւ ինքնությունը կորցնելուց հետո անիմաստ է ինչ-որ մի բանից խոսելը։ Եվ կարծում եմ գիտակցությունը կգա մեր մեջ։